Շուշի հայկական եկեղեցիները բնականաբար մեծ փորձության են բախվել առաջինը հայ-թաթարական բախումների ժամանակ, երբ դեռևս 1905-6 թվականներին մեր կողքին այդ ժամանակ ապրող թաթարական բնակչությունը, կովկասյան թաթարները, նույն այսօրվա ադրբեջանցիները, հարձակվել են հայ բնակչության վրա, որոշակի մոտիվացիա ունենալով նրանց գույքը առաջին հերթին խլելու, չէ որ եթե մենք նայենք ռուսական կայսրության տարբեր վիճակագրական տվյալները, ըստ դասակարգի, այսպես ասենք, հայերը դարձել էին գլխավոր կապիտալիստները, այսինքն ունևորներն էին, իսկ կովկասյան թաթարները հիմնականում բادرակներ էին նրանց մոտ աշխատում։ Այս նոր կառուցվածքի պայմաններում իհարկե հայերը դիտվում էին որպես հարմար թիրախ թալանի համար առաջին հերթին եւ ատելության թիրախ էին դիտվում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։